Այցը Գեղարքունիքի մարզ Գագիկ Ծառուկյանը սկսում է հարգանքի տուրքով։ Թիմակիցների հետ ծաղիկները խոնարհում Արցախյան պատերազմներում անմահացած քաջորդիների հուշարձանի մոտ։ Գագիկ Ծառուկյանի հետ ջերմ զրուցելով գյուղացիները քայլում են դեպի մշակույթի կենտրոն, կիսվում մտահոգություններով, հարցեր հնչեցնում։ Թիվ 1 խնդիր է շարունակում մնալ գործազրկությունը։ Ամենամեծ գյուղն է։ Մի հատ աշխատատեղ չկա, այս լրիվ Ռուսաստանի ինչ դենաս Ռուսաստանով են անում։ Այո։ Մի հատ զավոդ է, մի հատ բան, ասենք այս գյուղում գոնեսին ժողովուրդ ելիներ տան զբաղվին։ Մեր ծրագիրը դա ձեր ծրագիրն է ժողովրդի, որ այսօր այս տարածքում ինչ հնարավոր մշակել, արտադրել, որ դա պահանջարկը կա։ Գյուղի տղամարդկանց գերակշիռ մասը արտագնա աշխատանքով է գումար վաստակում։ Ընտանիքից հեռու, սակայն Ռուսաստանում միգրանտների համար սահմանված նոր կանոնները մտահոգում են նրանց։ Պարոն Ծառուկյան, այս Ռուսաստանը այնպիսի որոշումներ է հանում, որ մեր ժողովուրդը չի կարող Ռուսաստանից տա։ Եթե այսօր Եվրոպան Ռուսաստանի թշնամի է, մենք Ռուսաստանի հետ բարեկամ դաշնակից պետություններ ենք, ճիշտ է թե ոչ։ Եթե մենք հակառակ ենք ուզում անենք, գնանք Ռուսաստանի թշնամու հետ, Ռուսաստանը ասում է ընտրի։ Բոլոր համայնքներում խնդիրները գրեթե նույնն են։ Գյուղացին առավոտից իրիկուն հողի հետ կռիվ է տալիս, բարիք ստեղծում, բայց արդյունք չկա։ Իմ սիրտը ցավում է, օրա լինում չեմ քնում։ Այս պահվածքը, իմ ժողովրդի խեղճությունը, գյուղերը մտնում է, մարդ առողջիկուն աշխատելով, չկարողանալով ինչ-որ մի քայլ կատարի, որ իր տունը պայի։ Հաջորդ կանգառը Արցվանիսն է, որտեղ Գագիկ Ծառուկյանին ինչպես միշտ հարազատի նման են ընդունում։ Այստեղ էլ խնդիրները գրեթե նույնն են, ինչ Սևանի ավազանի մյուս համայնքներում։ Գործազրկություն, արտագաղթ։ Պետք է լինի գյուղնախարարություն, որ կարողանան գնան դիմեն, գյուղնախարարությունն կարողանա գյուղացու բոլոր հարցերը կարգավորի, դրամադրի սերմա, տեխնիկա, պարտանյութը։ Պետք է լինի դոտացիայով, որ մարդը եթե սահմանի վրա է, սահմանում կարողանա հող մշակի, իր ընտանիքը պահի, պետք է մարդուն առավելություն, արտոնություն էլ տան, գույքարկն էլ պակասացնեն, սերմն էլ տան, պարարտանյութն էլ հետը տան։ Գագիկ Ծառուկյանն ընդգծում է սահմանամերձ համայնքների զարգացման անհրաժեշտությունը, որպես հաջողված նախագիծ նշում Վարդենիսում հիմնված սառնարանային տնտեսությունը։ Այս տարի կրճատվել է կարտոֆիլի ցանքատարածությունը, որպեսզի մարզի հողի մշակների գործը չտուժի։ Տեսնելով, որ այսօր թեկուզ սահմանի բերանն է, որ իմ ժողովուրդը պինդ լինի, մտածի անոք լինի, որ չգնան, ես ներդրում եմ արել։ Սառնան ենք կառուցել, որ կարողանանք ժողովրդի կարտոշկան մթերենք։ Այնուհետև Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը շրջում է Արցվանիստում, ողջունում բնակիչներին, ջերմ զրույցի բռնվում։ Իսկ գյուղի տարեց կանանցից մեկը նրան թոնրատանն էր սպասում։ Բարև եկեք, Ծառուկյան ջան, ուրախ եք, որ ակրերեք Բարև եկեք, մեր հասարակության կողմից քեզնի շնորհակալություն այնի։ Հայաստան 12 ռայոնը, 12 հատկուն նման մարդ եղիր, Հայաստանում նեղություն չեղիր։ Մարզային այցի ընթացքում ճանապարհին նորատուսցիներն են հանդիպում։ Գագիկ Ծառուկյանին հրավիրում իրենց բնակավայր։ Մարդիկ լսել են, որ Գեղարքունիքում է, հավաքվել նրան են սպասում։ Ասան բարոյական հրավիրում են ներքև պարոն Ծառուկյան քեզ։ Գամ աղջիկ, խնդրի չկա, գամ։ Ձկնորսությամբ է նորվա ապրուստը վաստակում նորատուսցիները, միայն թե ստացված գումարը քիչ է, ընտանիքի կարիքները հոգալ չի ստացվում։ Ձկով ապրող ժողովուրդ ենք, իմի գինը շատ ցածր է էլի, ամեն ինչը թանկ է, բացիներ ձկից։ Այսօր հիմնական ծրագիր պետք է լինի, ժողովուրդը ինչով է զբաղվում, ինչ կարելի անել, որ այդ ժողովուրդը աշխատանք ունենա, կարողանա մնա իր երկրում, երկիրը զարգացնի, երկիրը ծաղկացնի։ Նորատուսցիներին եւս հայ-ռուսական հարաբերություններն են հետաքրքրում։ Ծառուկյանին հարցնում են Կրեմլյան վերջին հանդիպումից։ Ինչպես եք վերաբերում եք վերջի Փաշինյան-Պուտին հանդիպմանը։ Շատ վատ, եղբայր, սենց խոսակցություն պետք է չլինի։ Մեր դաշնակից երկիրն է Ռուսաստանում ավելի շատ հայություն ապրում, քան այստեղ։ Ապրես, հիմա անդեղից ամսական 180 միլիոն դոլար Հայաստան տրանսֆեր է գալի, գումար է գալի։ Մենք ընդեղ ունենք 4 միլիոն հայություն, որ ապրում է։
Պուտինն ինչ ասում, եղբայր ջան, եթե մենք գործընկեր ենք իրար հետ ենք, պետք է իրար հետ ընկերություն անենք, իրար շահերը պաշտպանենք։ Եթե դու մեր կողմը չես, դու մեր հակառակորդի թշնամու կողմն ես, ուրեմն մեր հարաբերությունները քշեղ են։ Այդքան բան։ Մենք մեր դաշնակիցների հետ պետք է լիարժեք պայմանավորվենք։ Ոնց որ երկու աղբեր կարող է իրար հետ վիճեն, բայց վերջում գալիս են ընդհանուր հայտարարի, ճիշտ որոշումը կայացնում են։ Եթե հիմա տրանսֆեր չեկավ, մեզնից ապրանքներ չընդունեցին։ Գազի գինը 170-ա դառավ 600-800։ Ինչ է կատարվելու։ Մենք ոչ մեկի հետ չենք ուզում թշնամի լինենք։ Մենք ուզում ենք, որ խաղաղություն լինի, երաշխավորած խաղաղություն։ Դա կլինի Ռուսաստանը, Ամերիկան, Չինաստանը, որոնք երաշխավորություն տան, իրանք տերեն, որ այս երկրում որցե ճանց չի դասա։ Ոչ մեկի հետ պետք է ված չլինենք, որը օգուտ է մեր երկրին, մեր ժողովրդին, ամրապնդման, զարգացման համար, աջակցենք, օգնենք։ Հանդիպումն ավարտվում է 44-օրյա պատերազմի նահատակների շիրիմներին ծաղիկներ խոնարելով։ Ժողովրդյան գնացի, շնորհակալություն, Իզաբելլա Հովանեսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։